Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Վերջի ես իմ ելույթների մարզով երբ որ ես հարց բարձրացրեցի եվրոպական, այսպես հետախուզները, որոնք պետք է գան ապահովեն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, երեք մի հատ էլի հետաքրքիր բան։ Համելա բանից բարձր որ եվրեյները պետք է գան, հրեաները պետք է գան եւ զարգացնեն մեր բանակը։ Ես ինչա մրցում է, չեմ հասկանում։ Մենք ունենք լավ հայ մասնագետներ։ Մենք ունենք մասնագետներ, որոնք այսօր ապահովում են օրինակ Ռուսաստանի հոբ համակարգը եւ կառուցել են այդ հոբ համակարգը, կոնկրետ Մոսկվայի հոբը։ Օրական 50-ից 100 հրթիռ եւ անօթաչու թռչող սարքեր են թիրախավորում Մոսկվան, բայց տեղ չեն հասնում։ Այ դա է հոբը։ Ոչ թե երկու շախիտ անօթաչու թռչող սարք, որոնք Իրանից սաղ, չգիտեմ, աշխարհը անցնելով գալի խփում են Երուսալեմին կամ Իսրայելի մյուս քաղաքներին։ Չեմ հասկանում, ինչպես պետք է։ Մենք ունենք լավ հայ մասնագետներ, մենք ունենք լավ գրագետ հայ սպաներ, որոնք ավարտել են ակադեմիաներ համապատասխան մասնագիտական գծով, ունեն լավ տեխնիկական գիտելիքներ։ Իրենք կներեք կոպիտ եմ ասում։ Ես վկա եմ եղել որ մարդ մեր սպան Պայալնիկով այնպես բան արել, որ ուրիշ զավոդներում դրսի զավոդներում ռոբոտները չեն կարող անել։ Մենք հիմա այդ մենք ասում ենք ապե արի մեր տեղը մի բան սարքի, որ մենք պաշտպանված ենք։ Հերիքա, ժողովուրդ։ Հերիքա, հասկացեք։ Մեր տեղը ոչ մեկ մեզ չի պաշտպանել։ Եթե մենք չենք կռվում, ոչ մեկ չի գալու մեր տեղը կռվի։ Եթե մենք չենք աշխատում, որ մեր համար անվտանգության տեխնիկական սարքեր սարքենք, ոչ մեկ չի գալու մեզ ինչ որ բան տա ու իր համար պատման չթողի, որ հարկ եղած դեպքում, երբ որ մենք իր դուրը չգանք, հերվիս կնոպկեն սեղմի ու այդ անտերը չաշխատի։ Դա վերաբերվում է եւ ատոմային էլեկտրոկայանին, այդ մոդուլային կոչեցյալներին, եւ այդ ֆրանսիական լոկատորին։ Եվ եթե ապագայում ինչ որ Իսրայելից ինչ որ, չգիտեմ ինչ սարք կլինի դրան էլա վերաբերում։ Հավատացեք, եթե Իսրայելը չուժենա, Ադրբեջանը չէր կարա ոչ մի հրթիռ իսրայելական օգտագործեր Հայաստանի դեմ։ Այնտեղից մի հատ կնոպկա էր սեղմում էին, ոչ մի հրթիռ տեղից չէր թռնում։ Ոնց որ ֆրանսիացիները արեցին Իրաքում 90-ական թվականներին, որ իրենց հոպի համակարգը ֆրանսիական չաշխատեց ամերիկական ինքնաթիռների դեմ, որտեղ Փարիզից սեղմեցին մի հատ կոճակ։ Հերիքա, հույսներս պետք է դնենք մեր վրա, մենք պետք է մեր անկախությունը կերտենք, մեր օրակարգը գրենք։ Շնորհակալություն։